Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակվել հուլիսի 12-ին Երևանի Վաղարշան փողոցում տեղի ունեցած ծեսկռտուքից, կրակոցներից եւ վրաերթից։ Վաղարշան փողոցում կրակոցներին զուգահեռ արձանագրվել է նաեւ ավտոմեքենաների բախում։ Կադրերում երևում է նաեւ թե ինչպես են գետնին ընկած տղամարդուն ոտքերով հարվածներ հասցնում։ Ծեսկռտուքի եւ քրեական միջադեպով քրեական վարույթ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով մեկ անձի նկատմամբ։ Գյումրու հավագանու արտահերթ նիստը լարված է անցել։ Չնայած քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը բոյկոտել է հավագանու արտահերթ նիստը, այնուամենայնիվ նիստը կայացել է։ Օրակարգում 37 հարցեր, որոնք վերաբերում էին համայնքի զարգացմանն ու բնակիչների առօրյային, փողոցաշինական եւ բարեկարգման ծրագրերին, համայնքային գույքի կառավարմանը, բյուջետային փոփոխություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալական հարցերին։ Հավագանու ընդդիմադիր անդամները հայտնել են, որ Գյումրին խրամատ է հիշեցնում, դիտահորերի կափարիչները չկան, քաղաքի կամուրջների վրա աշխատանքները դանդաղ են ընթանում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 5.1%։ Հատկանշականն այն է, որ առավել շատ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները եւ ծառայությունները։ Ըստ վիճակագրական կոմիտեի սննդամթերքը թանկացել է 8.8%-ով, ալյուրն ու ձավարեղենը թանկացել են 4.6%-ով, տավարի միսը 23.4%-ով, ձուկ ծովամթերքը 44%-ով, կաթնամթերքը 14.5%-ով, ձուն 30%-ով։ Մի շարք ապրանքների գծով եւս արձանագրվել են թանկացումներ։ Միասնիկյան պողոտայում ավտոբուսի եւ մեկ այլ մեքենայի հետ վթարի հեղինակ 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողության։ Կիրառվել են համացանցից օգտվելու սահմանափակումներ։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ բողոքարկելու են դատանի որոշումը։ Համացանցում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը խոսում վարորդներից ինչ-որ մեկին նվաստացնելու մասին։ Mercedes Magnus-ի մեքենան սկսում է վարել մեծ արագությամբ եւ վտանգավոր մանևրից հետո բախվում 53 երթուղին սպասարկող ավտոբուսին։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողներն իրենց սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավթաշենի գերեզմանատան մոտ տարօրինակ վարկ դրսևորող վարորդի են հանդիպել։ Ոստիկանների մոտենալուն պես վարորդը մեքենայից ստվարաթղթե տուփ է ցած նետել։ Թմրամիջոցի ապօրինի պահման եւ իրացման կասկածանքով ձերբակալված վարորդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Ավելի ուշ պարզվել է, որ տուփի մեջ իրացման համար նախատեսված ընդհանուր 210 գրամ քաշով մեթամֆետամինով 4 փաթեթ է եղել։ Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Նախարարը վստահեցրել է, որ հայկական անձնագիրը աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է լինելու։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։